Ենթարկվելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգին, Միացյալ Նահանգները սկսել է կրճատել Ռուսաստանում հավատարմագրված դիվանագետների թիվը եւ ազատել դիվանագիտական առաքելության կողմից օգտագործվող ամառանոցն ու պահեստը։ Աշխատակիցները ապամոնտաժում եւ դուրս են հանում ամառանոցում տեղադրված սարքավորումները եւ կահույքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրեն նշանակված Էնթոնի Սկարամուչին ընդամենը 10 օր աշխատելուց հետո ազատում է պաշտոնը։ Սկարամուչին կազատի Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրենի պաշտոնը։ Պարոն Սկարամուչին համոզված է, որ իր այդ քայլով աշխատակազմի նոր ղեկավար Ջոն Քելլիին կտա նոր թիմ ստեղծելու հնարավորություն։ Մենք նրան հաջողություն ենք մաղթում, ասվում է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսի գրավոր հաղորդագրությունում։ Սկարամուչին իր կարճատև պաշտոնավարման ընթացքում աննախադեպ եւ սկանդալային քննադատություն է հնչեցրել Թրամփի թիմի որոշ անդամների հասցեին։ Այսօր Անկարայում մեկնարկել է անցյալ տարվա ձախողված հեղաշրջման գործով մեղադրվող մոտ 500 ամբաստանյալների դատավարությունը։ Փողոցներ դուրս եկած նախագահ Էրդողանի աջակիցներից շատերը ամբաստանյալների համար մահապատիժ են պահանջում։ Մենք հավատում ենք մեր արդարադատությանը, հուսով եմ, որ դատավորները կընտրեն ամենախիստ պատիժը, խռովարարներին կդատապարտեն ցմահազատազրկման, բայց ես կուզենամ, որ նրանց անմիջապես կախաղան հանեն, երբ վերականգնվի մահապատիժը։ Պակիստանի հրաժարական ներկայացրած վարչապետ Նավազ Շարիֆին փոխարինել է նրա մտերիմ քաղաքական դաշնակից Շահիդ Խաքան Աբասին։ Այսօր խորհրդարանի ստորին պալատը ազգային ժողովը քվեարկությամբ Աբասիին ընտրել է անցումային վարչապետ։ Նա կթողնի պաշտոնը, երբ Շարիֆի կրտսեր եղբայր Շահբազը, ով ներկայում զբաղեցնում է Փենջաբի նահանգի ավագ նախարարի պաշտոնը, լրացուցիչ ընտրություններով կստանա վարչապետ առաջադրվելու իրավունք։ Այս գործընթացը կտևի մոտ 2 ամիս։ Նավազ Շարիֆը հրաժարական է ներկայացրել հուլիսի 28-ին Գերագույն դատարանի կարգադրությամբ։ Այտացյանը Շարիֆի հրաժարականն է պահանջել այն բանից հետո, երբ անցյալ տարի հրապարակված Պանամայի փաստաթղթերում հայտնաբերվել են վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների օֆշորային ապօրինի գործարքների մասին վկայող նյութեր։ Ինքը Շարիֆը հերքում է մեղադրանքը։ Միացյալ Նահանգները երեկ հայտարարել է, որ սառեցնում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ֆինանսական այն միջոցները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի իրավազորության ներքո։ Վաշինգտոնը Մադուրոյին անվանել է դիկտատոր, ով սպառնում է երկրի ժողովրդավարությանը։ Մադուրոն ցանկանում է փոխել սահմանադրությունը եւ ստանալ խորհրդարանը շրջանցելու միջոցով գործադիր վճիռներ կայացնելու իրավունք։ Մադուրոն ասել է, որ Ամերիկան հուսահատությունից դրդված է պատժամիջոցներ սահմանում։ Այսօր կայսեր Դոնալդ Թրամփը իմ դեմ որոշումներ է ընդունել։ Նա վկայում է նրա անկարողության եւ հուսահատության մասին։ Ես իմպերիալիստների հրամաններին չեմ ենթարկվի։ Տորոնտոյում ցուցադրում են աշխարհի կենդանի էակների ամենամեծ սիրտը։ Արքայական թանգարանում այցելուները կարող են տեսնել կապույտ կետի սիրտը։ Մասնագետները մոտ 1 տարի են աշխատել 2014 թվականին օվկիանոսում սատկած կապույտ կետի մարմնից այս հսկայական օրգանը դուրս հանելու համար։ Այդ մասին հայտնել է թանգարանի աշխատակից Բերթոն Լիմը։ Կապույտ կետը երկիր մոլորակը երբևէ բնակեցրած ամենամեծ կենդանիներից է։ Նրա սրտի քաշը 182 կիլոգրամ է, բարձրությունը 1.5 մետր, լայնությունը 1 մետր։ Կետը իր չափերով կարող է համեմատվել դինոզավրերի հետ։